Այլ հայացք թրիփի վերաբերյալ հայտարարությանը։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումը, որից հետո հրապարակվեց Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի թրիփի իրականացման շրջանակը։ Ընդունված համատեղ հայտարարությունն ունի մեծ կարեւորություն եւ փաստացի արձանագրում է նախագծի կյանքի կոչման բոլոր մանրամասները եւ կարգավորումները։ Թեև փաստաթուղթը իրավական պարտավորություններ չի առաջացնում, սակայն այն ուղենշային է լինելու առաջիկա ամիսներին նախագծի հետ կապված իրավական ուժ ունեցող կանոնադրական եւ հիմնադիր այլ փաստաթղթերի ձևակերպման համար։ Հայտարարությունը հիմնված է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրի սկզբունքների վրա։ Այն ուրվագծում է թրիփի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչնդոտ, մուլտիմոդալ, տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի հետ եւ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական օղակ, ակնկալվում է, որ թրիփը միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի համար։ Հայտարարության ընդունումը գործնական փուլ է տեղափոխում թրիփի կյանքի կոչման գործընթացը։ Քաղաքական տեսանկյունից այն նաև հստակ ազդակ է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է առավել ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում եւ հանձնառու է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Միևնույն ժամանակ այն վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, դառնալով տարածաշրջանային երկարաժամկետ կայունության ապահովման կարևոր հիմք։ Թրիփի շրջանակում նախատեսվում է կառուցել երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ, թվային եւ այլ աջակցող ենթակառուցվածքներ։ Տնտեսական առումով այն Հայաստանին տալիս է ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ինչպես նաեւ ներդրումային աննախադեպ հնարավորություններ։ Կարևոր է փաստաթղթում թրիփի ռեգիոնալ կոնտեքստի արձանագրումը որպես տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական օղակ։ Սա ուղերձ է նաեւ ԱՄՆ-ի տարածաշրջանային եւ միջազգային գործընկերներին, այն դիտարկելու որպես կենտրոնական Ասիան Եվրոպային կապող նախընտրելի ուղղություն։ Օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո հայաստանյան հանրային եւ քաղաքական շրջանակներում կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մտահոգություններ թրիփի հնարավոր կարգավորումների հետ կապված։ Հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը տալիս է հուզող շատ հարցերի պատասխաններ եւ փարատում է մտահոգությունները։ Փաստաթղթում բավական հստակ եւ միանշանակորեն արձանագրված է. թրիփի ամբողջ ծածկույթի նկատմամբ Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը եւ իրավազորությունը պահպանվում են, ինչը հայկական կողմի գլխավոր կարմիր գծերից է։ Փաստաթուղթը բավական մանրամասն է եւ առանձին անդրադառնում է օրենսդիր, կարգավորիչ, դատական, ազգային անվտանգության, իրավապահ գործունեության, մաքսային եւ սահմանային վերահսկողության հարցերում Հայաստանի իրավազորության ապահովմանը։ Այսպիսով Հայաստանի պետական մարմիններն ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չեն իրականացնելու։ Նախագծի կյանքի կոչման նպատակով Հայաստանի օրենսդրության համաձայն ստեղծվելու է թրիփի զարգացման ընկերությունը։ Հայաստանն այդ ընկերությանը 49 տարի նախնական ժամկետով կառուցապատման իրավունք կտրամադրի։ Ընկերության մասնաբաժինների 74%-ը կպատկանի Միացյալ Նահանգներին, իսկ 26%-ը Հայաստանին։ 49 տարի ժամկետն ինքնին արտառոց չէ նման միջազգային ենթակառուցվածքային նախագծերի համար։ Դա անհրաժեշտ է խոշոր ներդրումների վերադարձելիությունն ապահովելու համար։ Ինչ վերաբերում է բաժնեմասերի հարաբերակցությանը, այն պայմանավորված է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կողմից նախատեսվող ներդրումների հարաբերակցությամբ։ Նախագծում որպես հայկական կողմի ներդրում են համարվում կառուցապատման իրավունքների տրամադրումը տարանցիկ երթուղիների շրջանակներում, գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվները, կարգավորիչ աջակցությունը եւ թույլտվությունների արագ ընթացակարգերը, սահմանային եւ մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ոչ դրամական ներդրումները, հնարավոր կանխիկ ներդրումները ըստ անհրաժեշտության։ Ամերիկյան կողմն արդեն հայտարարել է Հայաստանի ենթակառուցվածքային, սահմանային եւ մաքսային կարողությունների զարգացման գործում մի քանի $100 միլիոն ներդնելու պատրաստակամության մասին։ Որպես առաջին տրանշ Հայաստանին արդեն տրամադրվել է $145 միլիոն աջակցություն։ Հայտարարության համաձայն թրիփի շրջանակում համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով եւ այդ ժամանակ Հայաստանի կառավարության սեփականության մասնաբաժինը կդառնա 49%։ Չնայած մասնաբաժինների հարաբերակցությանը կարևոր է այն հանգամանքը, որ թրիփի զարգացման ընկերության հետ կապված բոլոր հարցերը ենթակա են համաձայնեցման Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների կողմից, իսկ սկզբունքային հարցերում Հայաստանը կունենա վերահսկողություն։ Բացի թրիփի զարգացման հայ-ամերիկյան ընկերությունում իր մասնաբաժնի չափով եկամուտներից նախագծի շրջանակում Հայաստանը ստանալու է հարկեր, մաքսային տուրքեր եւ առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարներ։
Թրիփ նախագծի կյանքի կոչման հարցում բավական կարևոր է նաև Ադրբեջանի հետագա դիրքավորումը։ Այս հայտարարությունը փաստացի մեկ ընդմիշտ փակում է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ստանալու ադրբեջանական կողմի ախորժակը։ Նախկինում Բաքուն ամենատարբեր պահանջներ էր ներկայացրել։ Օրինակ, Ադրբեջանի քաղաքացիները եւ բեռները պետք է անցնեն առանց կանգառի։ Հայկական կողմի ներկայություն անցակետերում չպետք է լինի, իսկ Բաքուն որևէ տուրք չպետք է վճարի անցման համար։ Թրիփի վերաբերյալ հայ-ամերիկյան հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ իրականությունը մեղմ ասած այլ է լինելու, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպ կասկածի տակ չի դրվելու։ Թրիփի վերաբերյալ հայտարարության մասին պաշտոնական Բաքուն սահմանափակվել է կարճ հայտարարությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ այն կարևոր է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործնական աշխատանքների մեկնարկի համար, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով։ Առաջիկայում Թրիփի հետ կապված կարգավորումների հաստատմանը զուգահեռ Վաշինգտոնը եւ Երևանը Բաքվի հետ ակտիվ քննարկումներ պետք է սկսեն գործնական հարցերի քննարկման եւ պայմանավորվածությունների ձեռքբերման համար։ Թրիփի նախագիծը հաջողությամբ կյանքի կոչվելու դեպքում կարող է զգալիորեն ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, երկիրը դուրս բերել ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումից եւ բացել բաննախադեպ տնտեսական հնարավորություններ։ Թրիփի կյանքի կոչումը կամրապնդի նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, ամրապնդելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը եւ ընդլայնելով հայկական կողմի մանևրելու հնարավորությունները։ Դա Հայաստանին կտա նաև լրացուցիչ քաղաքական կշիռ եւ բանակցային ռեսուրս, թե տարածաշրջանային, թե լայն միջազգային հարթակներում։